Մարալիկ քաղաքի 197-րդ տարեդարձի շրջանակում որպես աշխատանքային հաշվետվություն մարալիկցիներին ենք ներկայացնում 2025 թվականին Մարալիկ քաղաքում կատարված աշխատանքները։ Դրանք իրականացվել են ինչպես համայնքային միջոցներով, այնպես էլ սուբվենցիոն ու պետական տարբեր ծրագրերով, միջազգային ու հասարակական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ, բարերարների աջակցությամբ։ Համայնքային միջոցներով ընթացիկ տարում Մարալիկում իրականացվել են հետևյալ աշխատանքները։ Անինի համայնքապետարանի վարչական շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներն են իրականացվել, կատարվել է տանիքի փայտյա կառուցվածքի ամրացման, այնուհետև նոր թիթեղների տեղադրման աշխատանքներ։ Ներքին հարդարման են ենթարկվել համայնքապետարանի աշխատասենյակների մեծ մասն ու երկրորդ հարկի միջանցքը, առաջինից երկրորդ հարկ տանող աստիճանաբանդակով։ Դեռ տարեսկզբին անի կոմունալ տնտեսությանը համայնքապետարանի մասնաշենքի մի հատվածում տրամադրվել է տարածք, որը համայնքային բյուջեի միջոցներով վերանորոգվել է, կատարվել ներքին հարդարում, փոխվել են դռներն ու պատուհանները, ձեռք են բերվել համապատասխան գույք ու գրասենյակային անհրաժեշտ պարագաներ։ Տարեսկզբից մինչ օրս անի կոմունալ տնտեսության կողմից Մարալիկ քաղաքում իրականացվել են տարաբնույթ աշխատանքներ, շենքերի կտուրների մասնակի նորոգում, դաշտամիջյան ճանապարհների հարթեցում, ճանապարհների խճապատում, հարթեցում եւ տոփանում, սելափատարերի փորում եւ մաքրում, ջրամատակարարման ու ջրահեռացման խրամողիների փորում եւ խողովակների տեղադրում, կտուրների ջրահեռացման խողովակների տեղադրում ավելի քան 115 մետր ընդհանուր երկարությամբ։ Մարալիկում փողոցային լուսավորության սպասարկում, լուսավորության նոր կետերի անցկացում, լույսերի հին կարկասների մոնտաժում, լույսի նոր հենասյուների տեղադրում, 44 նոր լուսատուների տեղադրում Մարալիկի հաղթանակի զբոսայգում։ Համայնքային միջոցներով նաև աղբամաններ են ձեռք բերվել ու տեղադրվել Մարալիկի տարբեր հատվածներում։ Ասֆալտի ջարդոնով հարթեցվել են Գայի եւ Շիրակացի փողոցները, Շիրակացու 2-րդ, 3-րդ կոլտնտեսականների փողոցի 6-րդ եւ 7-րդ նրբանցքները, Մաշտոցի փողոցը։ Կատարված աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 2 կիլոմետր։ Համայնք բնակիչ համագործակցությամբ Հրանտ Շահինյան փողոցում իրականացվել է կենտրոնական կոյուղագծի անցկացման աշխատանքներ։ Իրականացվել է ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման աշխատանքներ Հրանտ Շահինյան, Ռիգա, Բարեկամություն, երկաթուղայիններ, Մադաթյան, երիտասարդական, կոլտնտեսականներ, Մաշտոցի, Թումանյան, Գագարինի փողոցներում ընդհանուր 1868 քառակուսի մետր մակերեսով։ Հարդարվել են Արկադի Տեր Թադևոսյան փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի բաց պատշգամբները, հարդարման սվաղման միջոցով կարգի են բերվել շենքի արտաքին պատերը։ Համայնքային բյուջեի հաշվին անի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կրթական եւ մարզամշակութային հիմնարկներում 2025 թվականի ընթացքում կատարվել են վերանորոգման ու գույքի ձեռքբերման մի շարք աշխատանքներ, տեղադրվել նոր դռներ եւ պատուհաններ։ Մարալիկի երաժշտական դպրոցում 2025-ին ձեռք են բերվել դռներ, դասասենյակների եւ գլխավոր մուտքի համար, ինչպես նաեւ դահլիճային աթոռներ։ Համայնքային միջոցներով վերանորոգվել են միջանցքն ու մի քանի դասասենյակներ, ձեռք է բերվել ջեռուցման նոր կաթսա։ Երաժշտական դպրոցի շենքի արտաքին պատերին հատուկ նյութերով իրականացվել է հայ մեծանուն երաժիշտների կոմպոզիցիա, Սայաթ-Նովայի ու Կոմիտասի նկարների պատկերման աշխատանքներ։ Մարալիկի մշակութային երիտասարդական կենտրոնում կատարվել է նախասրահի, բարագույնների ու աթոռների ձեռքբերում, թենիսի սեղաններ ու տաքացուցիչ։ Տեղական բյուջեով Մարալիկի արվեստի դպրոցում կատարվել են մուտքերի դռների տեղադրում, մուտքի թեքահարթակի վերանորոգում, 3-րդ հարկի դասասենյակների վերանորոգման աշխատանքներ, ջեռուցման կաթսայի ձեռքբերում եւ տեղադրում։ Համայնքային միջոցներով նաեւ դահլիճային աթոռներ են ձեռք բերվել։ Համայնքի բյուջեով անի Համալիկ մարզադպրոցում 2 մարզադահլիճների մասնակի վերանորոգում է կատարվել։ Ձեռք է բերվել բռնցքամարտի, կարատեի, ծանրամարտի, ֆուտբոլի, վոլեյբոլի մարզագույք։ Մարզադպրոցի սպորտային թիմերին հատկացվել է սննդի տրանսպորտի եւ գիշերակացի միջոցներ։ Միջազգային մրցաշարերին մասնակցելու համար անի համայնքի ավագանին մարզիկներին նաեւ գումար է տրամադրել։ Համայնքային միջոցներով կազմակերպվել եւ անցկացվել են մրցաշարեր, ինչպես նաեւ մարզիչներն ու մարզիկները ունեցել են մասնակցություն հանրապետական եւ մարզային մրցաշարերին։ Վոլեյբոլի եւ ծանրամարտի ֆեդերացիաների կողմից տրամադրվել է մարզագույք պարապմունքները պատշաճ իրականացնելու համար։ Համայնքային միջոցներով վերանորոգվել է Մարալիկի Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզի պարիսպը, ձեռք են բերվել ջրի տարաներ։
2025 թվականի ընթացքում մշակութային ակտիվությունը ևս բարձր ցուցանիշ է ապահովել։ Մարալիկում իրականացվել են մի շարք տոնական ու համայնքային նշանակության մշակութային միջոցառումներ։